Դավիթ Մարգարեն ասում է Տեր, քո խոսքերը, տեսեք ինչքան գեղեցիկ խոսք ասում։ Քո խոսքերը իմ բերանում ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը իմ քիմքին։ Այսինքն ինքը աղոթում էր եւ բերանը քաղցրանում էր։ Դավիթ Մարգարեն այնքան էր քաղցրանում, որ մեղրի խորիսխն ինչ էր այդ քաղցրության դիմաց, համեմատությամբ։ Ուրեմն աղոթքը ինքը քաղցրություն է, բայց դրան հասնելու համար մենք պիտի կարողանանք մտնել մեր սենյակը, փակել մեր պատուհանները, դռները, մեր զգայարանները եւ ամենակարևորը փակել մեր միտքը։ Իրականում աղոթքի ժամանակ մտքի լռությունն է շատ կարևոր։ Երբ որ դու կարողանում ես միտքը դառնում եմ աղոթքի բանալի։ Երբ որ դու կարողանում ես մտքով գտնել աղոթքի բառերի իմաստը, խորհուրդը խորհրդածել, հասկանալ աղոթքի բառերի իմաստի բովանդակությունը, կարծես մտքով մտնում ես հոգիդ։ Հոգում սկսում է հրաշքներ գործվել։